Եթերում լուրերի կիրակնորյա թողարկումն է, ես Արա Աբրամյանն եմ, բարև ձեզ։ Միասին փորձելու ենք ամփոփել անցնող շաբաթվա կարևոր իրադարձություններն ու ուշագրավ զարգացումները։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է հունիսի 7-ին կայացած ազգային ժողովի հերթական ընտրությունների վերջնական արդյունքները։ Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի խորհրդանում ներկայացված կլինեն 3 քաղաքական ուժեր։ Քաղաքացիական պայմանագիրը կստանա 64, ուժեղ Հայաստան դաշինքը 29, իսկ Հայաստան դաշինքը 12 մանդատ։ Մինչև իշխանությունը խոսում է ընտրությունների օրինականության եւ բարձր մասնակցության մասին, 6 ընդդիմադիր քաղաքական ուժեր կասկածի տակ են դնում պաշտոնական արդյունքները, հայտարարելով, որ դրանք չեն արտացոլում ժողովրդի իրական կամքը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է 2026 թվականի հունիսի 7-ին կայացած ազգային ժողովի հերթական ընտրությունների վերջնական արդյունքներն ու հայտարարել նոր խորհրդարանի կազմը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանի ներկայացրած տվյալների համաձայն քվեարկությանը մասնակցել է 1,476,769 ընտրող, մոտ 58.9%, ինչը քաղաքական վերլուծաբանների գնահատմամբ վկայում է ընտրական գործընթացի նկատմամբ հանրային բարձր հետաքրքրության եւ վստահության մասին։ Ընտրությունների արդյունքում առավելագույն աջակցությունը ստացել է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, հավաքելով 726,819 ձայն կամ 49.75%։ Երկրորդ տեղում է ուժեղ Հայաստան դաշինքը 340,006 ձայնով կամ 23.27% արդյունքով, իսկ երրորդ քաղաքական ուժը դարձել է Հայաստան դաշինքը 144,983 ձայնով կամ 9.92% աջակցությամբ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ ազգային ժողովի 101 մանդատները բաշխվել են հետևյալ կերպ՝ քաղաքացիական պայմանագիր կուսակցություն 64 մանդատ, ուժեղ Հայաստան դաշինք 29 մանդատ, Հայաստան դաշինք 12 մանդատ։ Մանդատների վերջնական բաշխման արդյունքում քաղաքացիական պայմանագիրը ստացել է նաև ազգային փոքրամասնությունների համար նախատեսված 3 լրացուցիչ մանդատ, իսկ ուժեղ Հայաստանը 1 լրացուցիչ մանդատ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը հայտնել է, որ 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները ճանաչվել են անվավեր, սակայն այդ հանգամանքը որևէ ազդեցություն չի ունեցել ընտրությունների ընդհանուր արդյունքների վրա։ Հատկանշական է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշել է այդ տեղամասերում վերաքվեարկություն չնշանակել։ Վահագն Հովակիմյանի խոսքով նման որոշումը պայմանավորված է ընտրողների ազատ կամ արտահայտության պաշտպանության անհրաժեշտությամբ։ Ըստ նրա, մասնակի վերաքվեարկության դեպքում կարող է առաջանալ այսպես կոչված տակտիկական քվեարկության ռիսկ, քանի որ ընտրողները քվեարկելու են արդեն հայտնի ընդհանուր արդյունքների պայմաններում, ինչը կարող է ազդել նրանց ընտրության վրա եւ խաթարել հավասար ընտրական իրավունքի սկզբունքը։ Թիվ 1 ընտրատասկի ընտրական հանձնաժողովի սպասարկման տարածքում ձևավորված ընդհանուր թվով 23 ընտրական հանձնաժողովներից 22-ում իրականացվել են ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկ։ Թիվ 2 ընտրատասկի ընտրական հանձնաժողովի սպասարկման տարածքում ձևավորված 57 ընտրական հանձնաժողովներից 28-ում իրականացվել են վերահաշվարկ։ Թիվ 3 ընտրատասկի ընտրական հանձնաժողովի սպասարկման տարածքում ձևավորված 32 ընտրական հանձնաժողովներից 8-ում է իրականացվել վերահաշվարկ։ Թիվ 4 ընտրատասկի ընտրական հանձնաժողովի սպասարկման տարածքում ձևավորված 54 ընտրական հանձնաժողովներից 39-ում։ Թիվ 5 ընտրատասկի ընտրական հանձնաժողովի սպասարկման տարածքում ձևավորված բոլոր 19 տեղամասերում։ Ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո ուժեղ Հայաստան եւ Հայաստան դաշինքները, նաեւ Բարգավաճ Հայաստան, Լուսավոր Հայաստան, Հայ ազգային կոնգրես եւ ազգային ժողովրդավարական բևեռ կուսակցությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։ Նրանք պնդում են, որ ընտրությունները տեղի են ունեցել այնպիսի պայմաններում, որոնք կասկածի տակ են դնում գործընթացի ազատ եւ արդար բնույթը։ Հայտարարության հեղինակները նշում են, որ արձանագրվել են համակարգային խախտումներ, որոնք իրենց գնահատմամբ ազդել են ընտրողների ազատ կամ արտահայտության եւ քաղաքական ուժերի հավասար մրցակցության վրա։ Պաշտոնական արդյունքները չեն արտացոլում ժողովրդի իրական կամքը եւ չեն կարող լիարժեք հիմք հանդիսանալ ժողովրդի մեծամասնության վստահությունը վայելող իշխանության ձևավորման համար։ Մենք շարունակելու ենք գործել բացառապես սահմանադրության, օրենքների եւ ժողովրդավարական սկզբունքների շրջանակում։ Մինչդեռ որոշ փորձագետներ ու քաղաքագետներ նշում են, որ ընտրությունների բարձր մասնակցությունը վկայում է ընտրական գործընթացի նկատմամբ հասարակության վստահության մասին։ Նրանց գնահատմամբ, նույնիսկ եթե ընդդիմադիր ուժերը հրաժարվեն վերցնել իրենց մանդատները, նորընտիր ազգային ժողովը լեգիտիմության խնդիր չի ունենա, քանի որ ընտրված է գործող օրենսդրության պահանջներին համապատասխան ընթացակարգով, ինչ հնարավորություններ են տալիս ստացված մանդատները քաղաքական ուժերին։ 64 մանդատ ունեցող քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը խորհրդարանում ունի կայուն մեծամասնություն
մեծամասնություն, սա հնարավորություն է տալիս ինքնուրույն ձևավորելու կառավարություն, ընտրելու վարչապետին, ընդունել սովորական օրենքներ, հաստատել պետական բյուջեն եւ ապահովել օրենսդրական նախաձեռնությունների անցկացումն առանց այլ քաղաքական ուժերի աջակցության։ Միևնույն ժամանակ 64 մանդատը չի հասնում ազգային ժողովի падգամավորների ընդհանուր թվի 3/5-ին կամ 2/3-ին, որոնք անհրաժեշտ են որոշ սահմանադրական ու բարձր կարևորության որոշումների ընդունման համար։ Այդպիսի հարցերում իշխանությունը ստիպված կլինի քաղաքական համաձայնության հասնել այլ ուժերի հետ։ 29 մանդատ ունեցող ուժեղ Հայաստան դաշինքը դառնում է խորհրդարանի գլխավոր ընդդիմադիր ուժը։ Այն հնարավորություն կունենա ձևավորելու ընդդիմադիր օրակարգ, նախաձեռնելու խորհրդարանական լսումներ, ղեկավարելու ընդդիմությանը վերապահված մի շարք հանձնաժողովներ եւ վերահսկողական գործառույթներ իրականացնել կառավարության գործունեության նկատմամբ։ 12 մանդատ ունեցող Հայաստան դաշինքը եւս ներկայացված կլինի խորհրդարանում որպես ընդդիմադիր ուժ, մասնակցելով օրենսդրական գործընթացներին, քննարկումներին եւ խորհրդարանական վերահսկողությանը։ Այսպիսով 2026 թվականի ընտրությունների արդյունքում ձևավորվում է եռաբևեռ խորհրդարան, որտեղ կառավարող ուժը պահպանում է վստահ մեծամասնությունը, իսկ երկու ընդդիմադիր ուժերը ստանում են խորհրդարանական վերահսկողության եւ քաղաքական հակակշռի կարևոր գործառույթներ։ Թե ինչ զարգացումներ են սպասվում նոր ձևավորվող խորհրդարանում, կտեսնենք շուտով։ Մեկնարկել է ազգային ժողովի 8-րդ գումարմամբ հաստատի վերջին հերթական նստաշրջանը, նիստին մասնակցել են միայն իշխանական խմբակցության падգամավորները, ընդդիմադիրները կրկին դահլիճում չէին։ Գործադիրի անդամները ներկայացրել են 2025 թվականի բյուջեի տարեկան կատարման հաշվետվությունը։ Զեկույցով հանդես է եկել ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Նա նշել է, որ 2025 թվականին Հայաստանը ունեցել է 7.1% տնտեսական աճ։ Մեկնարկել է ազգային ժողովի 8-րդ գումարմամբ հաստատի վերջին նստաշրջանը, նիստին մասնակցում են միայն իշխանական խմբակցության падգամավորները, ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները կրկին դահլիճում չեն։ Օրակարգում ընդգրկված մի շարք նախագծեր քննարկվելու են հատուկ ընթացակարգով։ Նախագծերի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի առաջին ընթերցմամբ ընդունվելուց 24 ժամվա ընթացքում։ Նստաշրջանի օրակարգի մեխը 2025 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության ներկայացումն է։ Զեկույցով հանդես եկավ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Այս հաշվետվության քննարկումն առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ ներկայացվում է կառավարության հնգամյա գործունեության ամփոփիչ փուլում։ Այն հնարավորություն է ընձեռում ոչ միայն գնահատելու եւ արժեվորելու վերջին 5 տարիների ընթացքում իրականացված հետեւողական աշխատանքը, այլև համակարգված կերպով արձանագրելու գրանցված արդյունքներն ու ձեռքբերումները։ Իր խոսքում նշեց նախարարը, ըստ նախարարի հեղափոխությունից հետո եւ հատկապես 2021-26 թվականներին Հայաստանի Հանրապետության առաջընթացը տպավորիչ է եւ նշանակալից։ 2025 թվականին Հայաստանն ունեցել է 7.1% տնտեսական աճ, իսկ 2021-25 թվականներին արձանագրվել է միջինում 7.9% տնտեսական աճ։ Այս ընթացքում մեկ շնչին բաժին ընկնող հնան կրկնապատկվել է $4,750-ից հասնելով գրեթե $9,500 մակարդակի։ Հովհաննիսյանի հավաստմամբ առաջիկա տարիներին կառավարության նպատակն է լինելու Հայաստանի Հանրապետության պետական պարտքը նվազեցնել 45%-ից ներքև։ 2025 թվականին կառավարության պարտքը նահացուցանիշը կազմել է 47.2%, նախորդ տարվա համեմատ նվազելով 0.5%-ային կետով։ Դա հնարավոր է դարձել պետական բյուջեի պակասուրդը չափավոր մակարդակում պահպանելու, ինչպես նաև մակրոտնտեսական կայուն միջավայր ձևավորելու շնորհիվ։ Պետական բյուջեի պակասուրդը կազմել է հնա 3.7%, պլանավորված 5.5%-ի փոխարեն։ Հաջորդիվ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը խոսեց երկրում իրականացված բազմածավալ ծրագրերի մասին։ Առանձնահատուկ անդրադարձ կատարվեց Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցներին ուղղված սոցիալական ծրագրերի իրականացման ուղղությամբ տարված աշխատանքներին։ Միայն 2025 թվականին այդ ծրագրերի իրականացման համար պետբյուջեից հատկացվել է 45 միլիարդ 700 միլիոն դրամ։ Փոխվարչապետի խոսքով 2023-ի սեպտեմբերից ի վեր այս ուղղությամբ կառավարության կողմից իրականացված ծրագրերը թույլ են տվել ոչ միայն արդյունավետորեն կառավարել ճգնաժամը, այլև ստեղծել են հուսալի նախադրյալներ հրատապ աջակցությունից սոցիալ-տնտեսական ինտեգրման անցում ապահովելու համար։ 2025 թվականին առաջնային է համարվել բնակարանային լուծումների, ինչպես նաև սեփական աշխատանքով արժանապատիվ բարեկեցությունը ամրացնելու նպաստող ծրագրերի իրականացումը։ Մասնավորապես շարունակվել է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը։ Հետևել ենք ծրագրի իրականացման ընթացքին, ընդունել ենք որոշումներ ի հայտ եկած խնդիրներին արձագանքելու եւ գործընթացի արագացման ուղղված փոփոխություններ իրականացնելու նպատակով։
Եթե ծրագրի մեկնարկը ենթադրում էր բնակարանի գնման համար սերտիֆիկատների տրամադրման որոշ հերթականություն, ապա 2025 թվականի հուլիսի 1-ից սերտիֆիկատների ստացման հնարավորությունը բացվեց ծրագրի պայմաններին բավարարող բոլոր ընտանիքների համար, անկախ ընտանիքի կազմից։ 2025 թվականին առողջապահության ոլորտում իրականացվել է 45 բյուջետային միջոցառում 12 բյուջետային ծրագրերի շրջանակներում, որի համար ծախսը կազմել է 164.7 միլիարդ դրամ։ Այս մասին ազգային ժողովի ամբիոնից հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, սակայն մինչ տարեկան կատարողականի հաշվետվության ներկայացման անցնելը Ավանեսյանը հռետորական հարց հնչեցրեց խորհրդարանական ընդդիմությանը, որոնք կրկին բացակայում էին ազգային ժողովի նիստերից։ Ուր է մեր ընդդիմությունը։ Ապահովագրության վերաբերյալ օրական մի կարծիք հոդված ելույթ են ունենում, որ սպառված է, վերջացած է, քանդված է ժողովուրդ ջան եւ ստիպում են մեր քաղաքացիներին անընդհատ նյարդային ջղաձուկումների մեջ լինել։ Ուր են նրանք, ինչու չեն եկել այսօր եւ հարցեր ուղղում։ Ու ինչի վրա է ծախսվել 2025 թվականի պետական բյուջեն։ Ինչպես ենք ծախսել պետական բյուջեն։ Չեն գալիս, չեն հարցնում, որտեվ իրենք էլ հստակ գիտեն, որ բացի կեղծիք տարածելուց ուրիշ արգումենտ դիտարկում չունեն։ Հավելենք, որ փաստացի 8-րդ գումարման 11-րդ նստաշրջանի վերջին նիստերի օրակարգում ընդգրկված է 54 հարց, որոնց մի մասը քննարկվելու են առաջին ընթերցմամբ հատուկ ընթացակարգով։ 2025 թվականի բյուջեի կատարողականի տարեկան հաշվետվությունն ամփոփել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Երկրի ղեկավարը եզրափակիչ ելույթում խոսել է իրականացված բազմաթիվ ծրագրերի, հարևան Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման, թրիփ նախագծի կարևորության, կենսաթոշակների բարձրացման, առողջապահության համընդհանուր ապահովագրության ներդրման, միջազգային հարթակներում Հայաստանի տեսակարար կշռի բարձրացման եւ այլնի մասին։ Վարչապետի ելույթի կարևոր շեշտադրումները ներկայացվող տեսանյութում։ 2025 թվականի բյուջեի կատարողականի տարեկան հաշվետվությունն ամփոփեց Նիկոլ Փաշինյանը։ Եզրափակիչ ելույթում վարչապետը նշեց, որ 2017-ի համեմատ պետական բյուջեի հարկային եկամուտները ավելացել է 135%-ով։ Ըստ նրա հեղափոխությանը հաջորդող 8 տարիների ընթացքում պետբյուջեի հարկային եկամուտները կրկնապատկվել են։ Սա իսկապես կարևորագույն ցուցանիշ է, նշեց վարչապետը, ընդգծելով, որ այն ունի մեծ բովանդակություն։ Պետք է արձանագրենք, որ 2025 թվականը այն տարին է, որտեղ մենք լիարժեք արձանագրեցինք, որ ունենք խաղաղություն, ունենք հաստատված խաղաղություն եւ ըստ էության ունենք հակամարտության ավարտ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ։ Պիտի արձանագրենք, որ 2026 թվականին այդ փաստը լեգիտիմություն ստացավ եւ վերաարձանագրվեց Հայաստանի Հանրապետության ժողովրդի կատարած ընտրությամբ եւ քվեարկությամբ, որովհետեւ 2026 թվականի ընտրությունների արդյունքներով Հայաստանի Հանրապետության ժողովուրդը տեր կանգնեց խաղաղությանը։ Նիկոլ Փաշինյանը անդրադարձ կատարեց նաև կենսաթոշակների բարձրացման որոշմանը, որը տարբեր ընդդիմադիր շրջանակների կողմից շահարկման առիթ է հանդիսացել։ Ըստ նրա 2025 թվականի համար պետական բյուջեով էականորեն ավելի պակաս տնտեսական աճի ցուցանիշ էր արձանագրված 5.2%, սակայն 2026 թվականի փետրվարին, երբ Հայաստանի վիճակագրության կոմիտեն հրապարակեց տնտեսական աճի ցուցանիշները, պարզվեց, որ այն կանխատեսվածից մոտ 2%-ով ավելի է, եւ դրա արդյունքում նաև հնարավորություն ստեղծվեց բարձրացնելու կենսաթոշակները։ Սրանում դեր ունեցել են հենց այն քաղաքական իրադարձությունները, որոնց մասին քիչ առաջ խոսեցի։ Այսինքն 2025 թվականի մարտի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտը հաջողությամբ եւ հետագայում նաև խաղաղության հաստատումը Վաշինգտոնում իրենք նոր տնտեսական խթան են բերել եւ այդ որոշումների եւ այդ փոփոխությունների արդյունքում է, որ մենք իրականում կանխատեսվածից ավելի մեծ տնտեսական աճ ենք ունեցել։ Գործադիրի ղեկավարը ազգային ժողովի ամբիոնից խոսեց նաև արտագաղթի եւ ներգաղթի հարաբերակցության մասին։ Ըստ նրա 2025 թվականի արդյունքներով Հայաստանում արտագաղթը դադարել է եւ սկսել է ներգաղթը։ Առաջին տարին է, երբ Հայաստան վերադարձած քաղաքացիների թիվը 8860-ով գերազանցում է Հայաստանի Հանրապետությունից մեկնած քաղաքացիների թվին, ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։ Պիտի արձանագրեմ, որ
2025 թվականը միանշանակ եւ աներկբա պատմական տարի է, որովհետեւ հենց թեկուզ են փաստերի արձանագրումով, որոնց մասին ես նշեցի, նրանք իհարկե 2025 թվականը հիշարժան են դարձնում Հայաստանի Հանրապետության պատմության համար, բայց շատ կարևոր է արձանագրել, որ ինքը ոչ թե առանձին վերցրած իրադարձություն է, այլ 2025 թվականին տեղի են ունեցել իրադարձություններ, կայացվել են որոշումներ, որոնք հետագայում կանխորոշելու են Հայաստանի Հանրապետության զարգացման հետագա ընթացքը։ Վարչապետը եզրափակիչ ելույթում խոսեց նաև TRIP բիզնես նախագծի դրա կարևորության մասին։ Ըստ վարչապետի TRIP-ի իրագործումը շրջադարձային նշանակություն է ունենալու ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլև ամբողջ տարածաշրջանի համար։ Նիկոլ Փաշինյանը շեշտեց Հայաստանի Հանրապետության պատերազմի կամ հակամարտության փակուղուց խաղաղության խաչմերուկ դառնալու գործընթացը տեղի է ունենում շատ տեսանելի տեմպերով։ Հայաստանի խորհրդարանը ընդդիմության բացակայությամբ հաստատել է կառավարության 2025 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը։ Փաստաթուղթը ընդունվել է միաձայն 57 կողմ ձայնով, падգամավորները քննարկել եւ առաջին ընթերցումն ընդունել են նաեւ մի շարք կարևոր օրենսդրական նախաձեռնություններ, դեղերի ոչնչացման, վերահսկողության խստացումից եւ օրինապահ հարկվճարողների համար նոր արտոնություններից մինչեւ խաղամոլության դեմ պայքարի միջոցառումներ, համայնքների խոշորացման հերթական փուլ եւ հանրային ծառայության ոլորտի փոփոխություններ։ Խորհրդարանը քննարկեց դեղերի մասին օրենքում եւ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որով նախատեսվում է խստացնել կեղծ ժամկետնանց, չգրանցված եւ անորակ դեղերի ոչնչացման գործընթացի վերահսկողությունը։ Վերահսկողական գործիքակազմի բացակայությունը հնարավորություն չի տալիս տեսչական մարմնին հավաստիանալու դեղերի ոչնչացման ամբողջական իրավիճակի վերաբերյալ, այսինքն փաստաթղթային ձևակերպումից հետո հնարավոր ռիսկեր են եղել եւ եղել են նախադեպեր, որ դեղերը հայտնվել են շուկայում եւ իրացվել են, որպեսզի բացառվեն նմանատիպ բոլոր դեպքերը։ Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխություններով էլ նախատեսվում է օրինապահ հարկվճարողների հավաստագիրը տրամադրել անժամկետ, ներդնել եռամսյակային մշտադիտարկման մեխանիզմ, նվազեցնել նման տնտեսվարողների ռիսկայնության գնահատականը եւ դրանց համար սահմանել անհատական սպասարկման համակարգ։ Հաջորդիվ քննարկվեց խաղամոլության դեմ պայքարին ուղղված հերթական նախաձեռնությունը։ Կառավարությունն առաջարկում է ինտերնետ շահումով խաղերի եւ չլիցենզավորված օնլայն խաղատների գործունեության նկատմամբ սահմանել նոր սահմանափակումներ։ Նախատեսվում է ստեղծել արգելափակվող կայքերի հատուկ ցանց, ուժեղացնել վճարահաշվարկային վերահսկողությունը եւ սահմանափակել խաղատների գովազդների թիրախավորումը Հայաստանի քաղաքացիների նկատմամբ։ Խորհրդարանն ընդդիմության բացակայությամբ քննարկեց եւ հաստատեց կառավարության 2025 թվականի պետբյուջեի կատարման հաշվետվությունը, փաստաթուղթ ընդունվեց միաձայն։ Դրան կողմ է քվեարկել 57 падգամավոր։ Հաշվետվությունն ընդգրկում է 25 թվականի օրացույցային տարվա ընթացքում իրականացված մասնավորեցման եւ լուծարման գործարքների, մասնավորեցումից ստացված բյուջետային մուտքերի մասին տեղեկատվություն, ինչպես նաեւ մասնավորեցման արդյունքներ առանձին ընկերություններում կատարված ներդրումների եւ պրոֆիլի պահպանման վերաբերյալ։ Հաշվետու ժամանակահատվածում ընկերությունների լուծարման եւ մասնավորեցման գործընթացներ չի իրականացվել, իսկ նախորդ տարիների մասնավորեցումներից ստացված միջոցները կազմել են 8 միլիոն 100,000 դրամ։ 2025 թվականի ընթացքում 5 գնորդների կողմից ստանձնած պրոֆիլի պահպանման պարտավորությունները կատարվել են, իսկ 1 գնորդի ստանձնած պարտավորությունների չկատարման հետևանքով գործը ներկայացվել է դատարանին։ Եվս 1 գնորդի ստանձնած 25 տարվա ընթացքում պրոֆիլի պահպանման պարտավորության մեկնարկը կտրվի այս տարվա վերջ։ Հաշվետու ժամանակահատվածում Republic Plaza բազմաբաժնետիրական ընկերությունը ընդգրկվել, իսկ հավաքական թիմերի մարզական կենտրոն փակbaşնետիրական ընկերությունը հանվել է մասնավորեցման ծրագրից։ Քրեակատարողական հիմնարկներում արգելված իրերի շրջանառությունը կանխելու նպատակով էլ կառավարությունն առաջարկում է խստացնել վարչական պատասխանատվությունը։ Նախագծով նախատեսվում է վերանայել տուգանքների չափերը, ներդնել արգելված առարկաների բռնագրավման մեխանիզմ եւ վարչական պատասխանատվություն սահմանել այն անձանց համար, որոնց մոտ խոզարկությունից հետո քրեակատարողական հիմնարկների տարածքում կհայտնաբերվեն արգելված իրեր։ Գործող կարգավորումների կիրառման փորձը ցույց է տալիս, որ ներկայում նախատեսված վարչական տուժերն ու դրանց չափերը բավարար չափով չեն
ապահովում իրավախախտումների կանխարգելումը։ Գործնականում արձանագրվում են դեպքեր, երբ անձին անազատության մեջ պահվող անձանց փոխանցում կամ փոխանցելու փորձ են կատարում արգելված առարկաներ, վճարում են իրավախախտման համար նախատեսված համեմատաբար մեղմ տուգանքը եւ կրկին կատարում նույն իրավախախտումը։ Հարկային օրենսգրքում փոփոխությունների մյուս նախագիծն էլ միտված է հսկիչ դրամարկղային մեքենաների համակարգի հետագա թվայնացմանը։ Ընդլայնվելու է էլեկտրոնային ՀԴՄ-ների կիրառության շրջանակը, իսկ կառավարությունը կսահմանի դրանց տեխնիկական ու գործառնական նոր պահանջները։ Օրենսդիրների ուշադրության կենտրոնում էին նաև քաղաքացիական եւ հանրային ծառայությանը վերաբերող փոփոխությունները։ Նախագծով առաջարկվում է փորձնակներին վճարելու հնարավորություն ստեղծել, նաև նրանց անցած փորձաշրջանը հաշվառել որպես հանրային ծառայության ստաժ։ Մեկ այլ նախագծով կառավարությունն առաջարկում է Լոռու, Սյունիքի եւ Վայոց-Ձորի մարզերում ձևավորել 3 նոր խոշորացված համայնքներ՝ Ստեփանավան, Գորիս եւ Եղեգնաձոր։ Փոփոխությունների արդյունքում Հայաստանի համայնքների թիվը 70-ից կնվազի 64-ի։ Չեն միավորվել Երևանը, Գյումրին եւ ազգային փոքրամասնություններով բնակեցված 5 համայնքներ։ Քննարկման առարկա է դարձել նաեւ падգամավոր Գեգամ Նազարյանի նախաձեռնությունը, ըստ որի առաջարկվում է վերանայել պետական տոնացույցը, փոխարինել կինոյի օրվա ամսաթիվը, հստակոր սահմանել քաղաքացու օրվա համար պետական տոնացույցում ներառել Նավասարդի օրը եւ քննարկել մեռելոց օրերի կարգավիճակի հարցը։ Շարունակում ենք թողարկումը։ Համայնքային ենթակառուցվածքների զարգացում, հաշմանդամություն ունեցող եւ ավագ տարիքի քաղաքացիների զբաղվածության խթանում, նաեւ ջերմատնային տնտեսությունների համար լրացուցիչ արտոնություններ։ Կառավարության հերթական նիստում գործադիրը քննարկել եւ հաստատել է մի շարք նախագծեր, որոնք ուղղված են սոցիալ-տնտեսական զարգացմանը եւ տարբեր ոլորտներում առկա խնդիրների հաղթահարմանը։ Կառավարությունը 2026 թվականի բյուջեից կհատկացնի ավելի քան 1 միլիարդ 634 միլիոն դրամ համայնքներում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շարունակականությունն ապահովելու համար։ Խոսքը 2022-ից 25 թվականներին հաստատված եւ դեռևս ընթացքի մեջ գտնվող ճանապարհների, ջրագծերի, մանկապարտեզների, մշակութային եւ համայնքային այլ կառույցների կառուցման ու վերանորոգման աշխատանքների մասին է։ Նախագծով առաջարկում ենք համաֆինանսավորել 13 համայնքների թվով 16 սուբվենցիոն ծրագրեր, ըստ մարզերի հետևյալ բաշխվածությամբ Արագածոտնի մարզ 1 ծրագիր, Արարատի մարզ 3 ծրագիր, Արմավիրի մարզ 4 ծրագիր, Գեղարքունիքի մարզ 2 ծրագիր, Կոտայքի մարզ 3 ծրագիր, Տավուշի մարզ 3 ծրագիր։ Միաժամանակ, պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ, կցանկանամ նշել, որ այս համաֆինանսավորումը հաստատելու պարագայում արդեն 7 միլիարդ 35 միլիոն դրամի համաֆինանսավորված ծրագրեր կունենան 2026 թվականի պետական բյուջեից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հատուկ անդրադարձ կատարեց էներգոարդյունավետության ծրագրի արդյունավետությանն ու դրա անհրաժեշտությանը։ Այս ծրագրից բնակիչների արձագանքը շատ դրական է, որովհետև գործնականում մարդիկ տեսնում են կոմունալ ծախսերի էական կրճատում։ Ես հիմա ճիշտ է, չեմ կարող ասել, մենք շրջակա միջավայրի նախարարությունում էր ծրագիրը, ճիշտ եմ հիշում, չէ՞։ Այդ ծրագիրը էներգոարդյունավետության ծրագիր ունեցել ենք, ավարտվել է, պարոն վարչապետ։ Դե ես հենց այդ եմ ասում, որ մեզ պետք է գտնել ձև շարունակել այդ ծրագիրը եւ ընդհանուր առմամբ, երբ որ մենք խոսում ենք էներգետիկ վերափոխման մասին, այս մասնավորապես բնակարանների էներգոարդյունավետության բարձրացումը էներգետիկ վերափոխման եզրափակիչ փուլն է եւ հիմա ընդհանուր առմամբ մենք պետք է մտածենք, արդեն ես խնդիրը դրել եմ, ես էլ եմ նայում, թե մենք միջգերատեսչական ինչ ձևաչափ կարող ենք ունենալ, որպեսզի ապահովի էներգետիկ տրանսֆորմացիան։ Այս ծրագրով ներդրված գումարը մենք ուղիղ դնում ենք մարդկանց գրպանը, ասաց Փաշինյանն ու հավելեց. Պետք է նայենք հանրապետությունը, մենք քանի պանելային շենք ունենք, որոնք սեյսմիկ խնդիր չունեն եւ մեր պլանն է, որ առաջիկա 50 տարում այդ շենքերը լինելու են եւ շահագործվելու են որպես այդպիսին։ Եվ մենք խնդիր պետք է դնենք բոլոր պանելային շենքերը էներգոարդյունավետության այս ծրագիրը իրականացնենք։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը տեղեկացրեց, որ սուբվենցիոն ծրագրերի շրջանակում միայն նախորդ տարի պատմական մեծ չափի 60 միլիարդ դրամի համաֆինանսավորում են ունեցել, իսկ վարչապետը գործադիր անդամների ուշադրությունը հրավիրեց բնակավայրերում ստվերի կրճատման տեմպերին, որոնք արտահայտվում են ՀԴՄ կտրոնների կիրառմամբ։ X ժամանակում, եթե որևէ ձեռնարկություն դա վերաբերվում է եւ միկրոբիզնեսին եւ շրջանառության հարկով աշխատողին։ Տարվա մեջ օրինակ կնայենք 3 անգամ ՀԴՄ չթողարկելու համար բան եղավ, արձանագրվեց
ՀԴՄ բաց չթողնելու փաստ 5 տարի ինքը պետքա զրկվի ընդհանրապես եւ միկրոբիզնեսի եւ շրջանառության հարկի ոլորտում աշխատելու։ Այսինքն պետքա միանգամից մտնի եւ 5 տարի պետքա արգելվի, միայն ավելացված արժեքի հարկի համակարգով պետքա աշխատի։ Ես հասկանում եմ, որ կարա ոմանց համար սա նշանակի դե ֆակտո փակում, բայց ուրեմն թող ՀԴՄ կտրոնները թողարկեն։ Գործադիրը նախատեսում է նաև լրացուցիչ արտոնություններ տրամադրել ջերմատնային այն տնտեսություններին, որոնք վերջին շրջանում ֆինանսական դժվարությունների են բախվել Ռուսաստանի Դաշնություն արտահանման սահմանափակումների հետևանքով։ Նախագծով առաջարկվում է շահառուների համար վարկերի մարման ժամկետը երկարաձգել 6 ամսով, նաև տրամադրել լրացուցիչ 6 ամսյա արտոնյալ շրջան մայրգումարի եւ տոկոսների վճարման հետաձգմամբ։ Մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը իրականացված մոնիտորինգի արդյունքներով, եթե ջերմատունը կառուցվել է եւ 26 թվականի ընթացքում իրականացրել է գյուղատնտեսական արտադրանքի արտադրել, վաճառել է, վարկի մարման համար սահմանված առավելագույն 8 տարի ժամկետը երկարաձգել 6 ամիս ժամկետով եւ սահմանված 12 ամիս արտոնյալ ժամկետից բացի տրամադրել լրացուցիչ 6 ամիս վարկի մայրգումարի եւ տոկոսադրույքի արտոնյալ ժամկետի համար։ Նիստում քննարկվեց նաև հաշմանդամություն ունեցող անձանց եւ 63-ից բարձր տարիքի քաղաքացիների զբաղվածության ապահովման նոր ծրագիրը։ Նախաձեռնության նպատակն է բարձրացնել այս խմբերի մրցունակությունն աշխատաշուկայում եւ խրախուսել գործատուներին նրանց աշխատանքի ընդունելու հարցում։ Ծրագրի շրջանակում գործատուներին կփոխհատուցվի աշխատանքի ընդունված անձանց աշխատավարձից վճարված եկամտային հարկի մի մասը առաջին 6 ամիսների ընթացքում։ Առաջի 3 ամիսների համար առաջարկում ենք եկամտային հարկի փոխհատուցում 50%-ի չափով, բայց ոչ ավել քան 25000 դրամը, 4-ից 6 ամիսների համար, այսինքն երբ որ կշարունակվի եւ ըստ էության ավելի կայուն կդառնա այդ աշխատանքային հարաբերությունը 100%-ի չափով եկամտային հարկի, բայց ոչ ավել 50000 դրամը։ Բացի այդ, եթե աշխատանքային հարաբերությունները շարունակվեն առնվազն 1 տարի, գործատուն կստանան նաև 100,000 դրամի միանվագ աջակցություն։ Ավարտվեց ազգային ժողովի 8-րդ գումարման նստաշրջանը, վերջին քառորիայի ընթացքում կառավարության անդամները հանդես եկան ոլորտային գերատեսչությունների 2025 թվականի տարեկան կատարողականի հաշվետվության ամփոփմամբ։ Նաև առաջին եւ երկրորդ ընթերցմամբ ընդունվեցին մի շարք օրենքների նախագծեր, որոնցից աղմկահարույցը ընտրական օրենսգրքում նոր փոփոխություններն են։ 2022 թվականի փետրվարի 1-ից ներդրված էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման բարեփոխումը ամենաարմատականը կարելի է համարել 2004 թվականին ոլորտում իրականացված բարեփոխումներից ի վեր։ Այդ մասին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2025 թվականի գործունեության մասին հաղորդման ժամանակ հայտարարեց հիմնական զեկուցող Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։ Նա խոսել է նաև գազի հնարավոր թանկացման մասին։ Հաշվի առնելով գազամատակարարման համակարգում սակագների հաշվարկման մեթոդիկայի պահանջները, գազամատակարարման համակարգի ընկերությունների տնտեսական գործունեության արդյունքների վրա ազդող գործոնների փոփոխությունները 25 թվականին վերանայվել են բնական գազի փոխադրման, գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայության մատուցման եւ բնական գազի բաշխման սակագները։ Միևնույն ժամանակ սպառողներին վաճառվող բնական գազի սակագների փոփոխության անհրաժեշտություն չի առաջացել եւ դրանք մնացել են անփոփոխ։ Ազգային ժողովի նիստի մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի 2025 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ պատգամավոր Գեգամ Նազարյանն իր մտահոգությունը հայտնեց այն առնչությամբ, որ տաքսի ծառայություններն անձրևի ժամանակ կարող են 4 անգամ բարձրացնել ծառայության գինը։ Պատգամավորը հետաքրքրվեց, թե երբ եւ ինչ միջոցներով է կարգավորվելու այդ հարցը։ Ի պատասխան մրցակցության և սպառողների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեգամ Գևորգյանը պարզաբանեց, որ տաքսի ծառայության սակագինը ոչ թե անձրևի պատճառով է թանկանում, այլ պահանջարկի մեծացման։ 2025-ին ունեցել ենք բավականին բարձր արդյունքներ՝ 2 տրիլիոն 725 միլիարդ դրամի հարկային եկամուտներ եւ տուրքեր, որոնք 14%-ով ավելի են 2024 թվականից։ Գերազանցում են ծրագիրը, նաև այն կանխատեսումները, որոնք արվել են 2025-ին։ Այդ մասին էլ ազգային ժողովում ՊԵԿ-ի 2025 թվականի բյուջեի կատարողական ներկայացնելիս ասաց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը։ Ունենք էական փոփոխություններ նաև հարկ վճարողներին վերադարձված գումարների մասով։ Ընդհանուր 409 միլիարդ դրամ վերադարձ է տեղի ունեցել 4.2% աճով, որի մեջ էական դեր է ունեցել հատկապես հիպոթեկի տոկոսավճարների գծով եկամտային հարկի վերադարձ ցուցանիշները 96 միլիարդ դրամ 39.4
աճ։ Հավելենք ներկայացված զեկույցներից եւ նախագծերի փաթեթների ընդունումից հետո Ազգային ժողովի նախագահ Արեն Սիմոնյանը 8-րդ գումարման 11-րդ նստաշրջանը հայտարարեց փակված։ Պետեկամուտների կոմիտեի ուսումնական կենտրոնը շարունակում է ընդլայնել կրթական ծրագրերի շրջանակը, ապահովելով նոր թեմաների ավելի լայն հասանելիություն Հայաստանի ամբողջ տարածքում։ Օրերս պաշտոնապես մեկնարկել է Հայաստանի մաքսային եւ հարկային ոլորտներում հմտությունների զարգացման հասանելիություն էլեկտրոնային ուսուցման միջոցով ծրագիրը, որն ուղղված է ՊԵԿ ուսումնական կենտրոնի մաքսային եւ հարկային ուղղություններով հավաստագրված նոր կրթական ծրագրերի թվայնացմանը։ Նախաձեռնության շրջանակում նախատեսվում է նաեւ մշակել եւ ներդնել նոր կրթական մոդուլներ, տվյալագիտություն, թվային գործիքների կիրառման եւ առաջնորդության հմտությունների զարգացման ուղղություններով։ Հարկաուսուցման ձևաչափից դեպի թվային լուծումների անցումը հնարավորություն կտա Հայաստանի Հանրապետության մարզերում ապահովելու ոլորտների նկատմամբ հետաքրքրություն ունեցող թիրախային խմբերի համար մասնագիտական հմտությունների զարգացման առավել լայն եւ ներառական հասանելիություն, նպաստելով որակյալ մասնագիտական ներուժի ձևավորմանը։ Պաշտոնական գործարկմանը նվիրված միջոցառմանը մասնակցել են պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների, կրթական հաստատությունների, գործընկեր եւ ոլորտային փորձագիտական համայնքի ներկայացուցիչներ։ Միջոցառմանը ներկա ՊԵԿ նախագահի տեղակալ Կարեն Թամրազյանի խոսքով ծրագրի իրականացումը ապահովում է ոչ այնքան թվային հարթակի ստեղծում, որքան միջոց գիտելիքի տարածման հարցում։ Ըստ նրա պետական եկամուտների կոմիտեի համար մարդկային կապիտալի զարգացումը ռազմավարական մոտեցում է, որով առաջնորդվում է կառույցը։ Այս ծրագիրը հատկապես կարևոր է երկու հիմնական գործոնով պայմանավորված։ Առաջինը հավասար հնարավորություններ, այսինքն մենք վերացնելու ենք աշխարհագրական խոչընդոտները, այսուհետ մաքսային եւ լոգիստիկ ոլորտի մեր մասնագետները անկախ նրանից թե Հայաստանի որ համայնքում են աշխատում, կստանան որակյալ կրթության հավասար հասանելիություն։ Եվ երկրորդը արդիականությունն է միջազգային առևտրի եւ լոգիստիկայի արագ փոփոխվող միջավայրում պահանջվում են նոր հմտություններ, տվյալագիտություն, թվային գործիքների կիրառում եւ առաջնորդություն։ Էլեկտրոնային ուսուցումը մեզ թույլ կտա արագ արձագանքել այս մարտահրավերներին եւ պահպանել մեր մասնագետների մրցունակությունը։ Միջոցառմանը ներկա վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկի գենդերային եւ տնտեսական ներառման բաժնի տնտեսական վերլուծաբան Դագմար Աչվալովսկան ողջունելով ներկաներին ընդգծեց վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկը հպարտ է, որ երկար տարիներ Հայաստանի վստահելի գործընկերն է։ Մենք աջակցում ենք պետական եկամուտների կոմիտեին թե մաքսային եւ լոգիստիկ կենտրոնում իրականացվող մեր ներդրման, թե այսօր մեկնարկող տեխնիկական գործակցության ծրագրի միջոցով։ Այսօր մեկնարկող նախաձեռնության շրջանակում կթվայնացվեն մաքսային ոլորտի հավաստագրված վերապատրաստման ծրագրերը եւ դրանք հասանելի կդառնան Հայաստանի ամբողջ տարածքում։ Վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկի մեկ այլ պաշտոնյա Վեյ Բայգուն, որը հանդիսանում է Թայվանի ներկայացուցիչը Մոսկվայում, իր խոսքում նույնպես բարձր գնահատեց ուսուցողական ծրագրերի անցկացումը, ընդգծելով դրա կարևորությունը գործակցության արդյունավետության տեսանկյունից։ Ինձ համար մեծ պատիվ է այսօր գտնվել Երևանում եւ մասնակցել այս ծրագրի մեկնարկի միջոցառմանը։ Մենք ապրում ենք առաջատար տեխնոլոգիաներով պայմանավորված ժամանակաշրջանում։ Վերջին տարիներին Հայաստանի արձանագրած առաջընթացը տեխնոլոգիաների եւ նորարարության ոլորտներում իսկապես տպավորիչ է։ Մեզ համար մեծ ուրախություն է տեսնել, որ պետական եկամուտների կոմիտեն մաքսային վարչարարությունում ներդնում է թվային տեխնոլոգիաներ։ Հետաքրքիր է, որ Թայվանն ու Հայաստանը մաքսային կառավարման ոլորտում ունեն նմանատիպ տեսլական։ Միջոցառման ընթացքում ներկայացվել են ծրագրի հիմնական ուղղությունները, նախատեսող գործողություններն ու ակնկալվող արդյունքները։ Այնուհետև տեղի ունեցել քննարկում էլեկտրոնային ուսուցման եւ թվային գործիքների դերի ու ազդեցության վերաբերյալ։ Այսպիսին էր անցնող շաբաթը։ Հետևեք Free News-ի լրատվությանը, առողջ եղեք։